Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Փամբակ գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած 7-ամյա աղջկա մարմինը, ինչ է հայտնի երեխաների անհետացման վերջին րոպեների մասին։ Դաժան ծեծի ենթարկված պայմանագրային զինծառայող ավետիքը վերադարձել է տուն, ինչ է պատմում երիտասարդը այն օրվա մասին, որից հետո կորցրել է տեսողությունը։ Երկրորդ նախագահի շուրջ իրավական գործընթացները նոր փուլ են մտնում, ինչ է թաքնված այս գործընթացի հետևում և ինչպես է արձագանքում Ռոբերտ Քոչարյանի թիմը։ Բաքվում շարունակվում են հայ գերիների և Արցախի ղեկավարների դեմ դատական գործընթացները, ինչ է տեղի ունեցել հերթական նիստում։ Շվեյցարիայում պատրաստվում են ընդունել ԱՄՆ-Իրան համաձայնագրի պաշտոնական արարողությունը, ինչ կարող է փոխվել տարածաշրջանում։ Որոնողական աշխատանքների ընթացքում Փամբակ գետից հայտնաբերվել է 7-ամյա Նարեի մարմինը։ Տասնյակ փրկարարներ, ոստիկաններ ու կամավորներ շարունակում են որոնել մյուս երեխային։ Նախնական տվյալներով քույրերը փորձել են գետի մյուս ափ հասնել խողովակի վրայով անցնելով։ Դեպքի վայրում երեկ եղել է իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Փամբակի այս խողովակն է երկու հարազատ քույրերի գետն ընկնելու հնարավոր պատճառներից մեկը։ Բնակիչները պատմում են, որ երեխաները փորձել են կարճացնել իրենց ճանապարհն ու այս խողովակով անցնել, հասնել մյուս ափ, բայց չեն հասել։ Գետի գրեթե ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Խողովակի վրով անցնելուց փոքրը ընկել է գետը, սոթ հատվել ընկել գետը, մեծն էլ ձեռը գցել է ուզեցել է օգնի, ինքն էլ է սայթաքել, հետևից ընկել։ Երկրորդ օրն է Փամբակի գրկից փորձում են գտնել երկու հարազատ քույրերին։ Դաժե հաքի շորջ չենք հայտնաբերել։ Չկա ոչ։ Փամբակ գետնն ընկած երեխաներից մեկը 7 տարեկան է։ Անունը Նար է, մյուսը Նարինեն է, 13 տարեկան։ Հարազատ քույրերին ամեն օր մայրն ուղեկցում էր Օրան խնամքի կենտրոն։ Երեկ, ըստ երեխաների մորաքրոջ, մայրը նոր աշխատանք էր գտել։ Առաջին օրն էր, չէր ուզում բացակայել։ Երեխաներին մենակ է ուղարկել։ Մշտական հաճախել են 2-ից 6 ընկած ժամանակահատված։ Միշտ մայրը ուշադիր է եղել, ուղղակի երեկ առաջի աշխատանքային օրն է եղել։ Չի կրծել երեխեքին տանի, այդ երկու երեխեն մեկ քիչ մշտապել են, դուրս են եկել, մինչև մյուսները գնացել են, ու չեն հասել Օրան, ճանապարհին չկա։ Քույրերի մորը շրջապատել էին հարազատներն ու հարևանները, բոլորից մեկ լուր էր ուզում լսել, գտել են երեխաներին, բայց երեխաների փոխարեն պարբերաբար շտապօգնության բրիգադներ գալիս, փորձում էին հանգստացնել գետն ընկած քույրերի մորը։ Ամեն ինչ անում ենք, գտնենք հետքեր, նշաններ, որովհետև սա առանցվածային դեպք է, երեխաների հետ կապված, ամեն ինչ անում ենք։ Երկու քույրերի գետն ընկնելու հնարավոր պատճառը խողովակը մահաբեր է կոչում այդ թաղամասի բնակիչ մնացականը։ Ասում է առաջին դեպքը չէ, որ խողովակի պատճառով Փամբակը տանում է մարդկանց, մեծ ու փոքր։ Վրովը գնալ գալուց ես էլ եմ ընկել գետը, ասենք լողալն ենք իմացել, դուս ենք եկելով, չի իմացել խեղդվել է, մի մարդու էլ ալավերդիկ թան տարիներ առաջ։ Այս խողովակը սա ոչ կոյուղի է, ոչ ջրատար, ոչ մի բան, ինք իրանից ոչ մի դես չի տանում, ինքը պարզապես մարդու գլուխուտող մահաբեր մի հատ թակարդա մեր զեորմաս թաղամասի համար։ Այս խողովակից վերև մի 150 մետր վերև ունենք եւ մեքենայի կամուրջ, անվտանգ եւ մարդկանց կամուրջ, գետից բավականին բարձր սովետական ժամանակ կառուցված անվտանգ կամուրջ։ Տարիներ առաջ անգամ ստորագրահավաք են արել, որ գան ու հեռացնեն անպիտան խողովակն, ասում է։ Պատճառաբանել են, թե սարքավորումներ չունեն։ Այստեղ տեխնիկայի խնդիր, բարդ մաթեմատիկական խնդիր չի, որ չկարողանան լուծեն։ Պարզապես կռուն կա պետք, տրոսը գցենք, խողովակը հանենք, տնենք ստեղով վсё։ Սա ոչ միլիոնների խնդիր է,
ոչ մեծ հիմնարկության խնդիր է։ Սա պարզապես մի քիչ ուղիղ աշխատացնել է պետք, ժողովրդի մասին մտածել է պետք։ Դժբախտությունների պատճառ դարձած խողովակի մոտ են գալիս բնակիչները։ Կանգնում, աջ ու ձախ նայում, Նարեին ու Նարինեին փնտրում։ Նրանց շարքում էր Վանաձորի 7-րդ միջնակարգ դպրոցի տնօրենը, որ աղջիկների մասին էր պատմում։ Պարկեշտ են, խլացի, թե ինչ եղավ։ Ճամբարի համար երեխաներից 3-ը գրված էին, որ ճամբար պիտի գնային, երեկվանից ասում են Երանի գն արդեն գնացած լինեին, այս ողբերգությունը չկատարվեր։ Մի խոսքով, չգիտեմ, շատ վատ վիճակ է։ Ամբողջ դպրոցը սգում է այս պահին։ Որոնում են հարազատ քույրերին, լոռու փրկարարներին միացել է նաև Տավուշի թիմը։ Քար ու թուփ, գետի մեջ շարժվող ու անշարժ բոլոր առարկաները հատուկ ուշադրության են արժանանում։ Փնտրվող քույրերը շտապում էին, բայց տեղ չհասան։ Փրկարարները եւս շտապում են, ուզում են րոպե առաջ գտնել քույրերին։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նոր տեղեկություններ են հայտնի դարձել տարեսկզբին դաժան ծեծի ենթարկված պայմանագրային զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ։ 24-ամյա ավետիքը դուրս է գրվել հիվանդանոցից եւ վերադարձել տուն։ Ստացած ծանր վնասվածքների հետևանքով նա կորցրել է տեսողությունը։ Դեպքի առնչությամբ իրավապահները քրեական հետապնդում են հարուցել 2 անձի նկատմամբ, որոնցից մեկը կալանավորված է։ Իմ գործընկեր Սեդա Կյուրեղյանն է եղել ավետիքի տանը։ Ամեն գնալուց հետո 2-3 օր պետք է որ ուշքի գաս ասում։ Այդ երեխան տեսել ես առողջ, ամեն ձևի նա խիղճ դել է տանջում։ Այս վերջում նորից էլի վիրահատել են, բաց վիրահատություն ճակատը բացել են։ Հայաստանից Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքների շուրջ առաջացած խնդիրները շարունակում են քննարկվել։ Ռոսսելխոզնաձորի ղեկավարը հայտարարել է, որ սահմանափակումների պատճառը քաղաքական չէ։ Նրա խոսքով խնդիրը կապված է որակի վերահսկողության և մատակարարման գործընթացում արձանագրված խախտումների հետ։ Ես չեմ տեսել, որ որևէ նախագահ ասի, սահմանափակումները քաղաքականացված չեն, բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի երկար տարիների պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ։ Մինչ Մոսկվան խոսում է տեխնիկական խնդիրների մասին, Եվրոպայում արդեն քննարկում են Հայաստանին աջակցելու հնարավոր տարբերակները։ Բրիտանական պարբերականի տեղեկություններով Եվրահանձնաժողովը պատրաստում է միջոցառումների փաթեթ, որը կարող է հեշտացնել հայկական գյուղատնտեսական և սննդամթերքի արտահանումը եվրոպական շուկա։ Սակայն որոշ ապրանքների դեպքում դեռ կան չլուծված հարցեր։ Գլխավոր դատախազությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար։ Նույն միջնորդությունը վերաբերում է նաև Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածուներ Ռուսլան Բարսեղյանին և Ասատուր Քոչարյանին։ Միջնորդության հրապարակումից հետո արձագանքել են երկրորդ նախագահի գրասենյակից։ Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել է, որ տեղի ունեցողը 2 օր առաջ օդանավակայանում սկսված գործընթացի շարունակությունն է։ Նրա խոսքով այն ժամանակ իրավապահները պնդում էին, թե որևէ քրեական վարույթ չկա, իսկ այժմ փորձում են իրավական հիմքեր ներկայացնել արդեն կատարված գործողությունների համար։ ԿԸՀ ինչու էին դիմում, միևնույն է թքած ունեն օրենքների վրա, կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին։ Փաստացի Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին։ Որևէ նոր քրեական գործի մասին տեղեկություն չունենք եւ նախագահը որևէ գործով չի հարցաքննվել։ Նման եւ ավելի վատ զարգացումների պատրաստ ենք եւ միշտ էլ պատրաստ ենք եղել։ Իսկ գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը, որով նրանք պահանջում էին կարճել գործը ժամկետների խախտումների հիմքով։
Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ նոր քննարկումների առիթ են տվել։ Ընտրության արդյունքների շուրջ դատական վեճեր, սահմանը հատելու արգելքներ, աղմկահարույց քրեական գործեր, նաև խոշոր ընկերությունների շուրջ քաղաքական հայտարարություններ։ Այս պատմությունները առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեն, սակայն բոլոր դեպքերում հնչում է նույն հարցը։ Արդյոք որոշումները կայացվում են բացառապես օրենքի սահմանում, թե քաղաքական գործոնը նույնպես իր ազդեցությունն ունի։ Ինչ են ասում իրավաբանները եւ ինչ հարցեր են առաջացել վերջին զարգացումների ֆոնին, ռեպորտաժում։ Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք աղմկահարույց դեպքեր կրկին ուշադրության կենտրոնում են պահում իրավական պետության եւ քաղաքական ազդեցության սահմանների հարցը։ Դատարանների որոշումներն անտեսելն ու չկատարելը, ընտրական վեճերը, քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումները, նաեւ մասնավոր սեփականության նկատմամբ պետության աճող հետաքրքրությունը դարձել է հանրային եւ մասնագիտական քննարկումների առարկա։ Ընդդիմադիր գործիչներն ու մի շարք իրավաբաններ պնդում են, որ տարբեր գործընթացներում քաղաքական նպատակահարմարությունը հաճախ գերակայում է իրավական տրամաբանությանը։ Վերջին ընտրական գործընթացներից հետո մի շարք ընտրատեղամասերի արդյունքներ դատարաններում վիճարկվեցին։ Դատարաններն արձանագրեցին խախտումները, սակայն այդ գործընթացի շարունակությունը, վերաքվեարկությունների նշանակումը այդպես էլ տեղի չունեցավ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր հերթին հայտարարեց, որ դատարանի որոշումները չեն ենթադրում ավտոմատ վերաքվեարկության անցկացում եւ յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկվի առանձին իրավական հիմքով։ Իրավունքը խախտվում է, ամեն ինչ արվում է քաղաքական նպատակներով, քաղաքական նկատառումներով եւ կարծես թե մի անձի եւ մի կուսակցության համար է ծառայում ողջ իրավապահ համակարգը եւ եթե նույնիսկ անհատ դատավորներ են լինում կամ անհատ գործիչներ իրավապահ համակարգից, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում լինի որոշումով կամ ինչ որ որոշում չկատարելով, ապա հասկանալի է թե մենք տեսել ենք թե ինչ վիճակներում են նրանք հայտնվում։ Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքին, որի սահմանափակումը ըստ օրենսդրության կարող է իրականացնել միայն հստակ իրավական հիմքերի առկայության դեպքում իրավապահ մարմինների կամ դատարանի որոշմամբ։ Անհրաժեշտ է քրեական վարույց, քրեական վարույթի շրջանակներում առաջադրված մեղադրանք, այսինքն հանրային քրեական հետապնդում եւ դրա շրջանակներում կիրառված բացակայելու արգելք խափանման միջոց։ Բացակայելու արգելք խափանման միջոց կիրառված չլինելու պարագայում այդ անձանց ելքը սահմանափակելու իրավական հնարավորություն չկար։ Վերջին օրերին տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչներ հայտարարեցին, որ սահմանային անցակետերում իրենց արգելել են լքել երկիրը։ Իրավունքի տեսանկյունից կարող էին արգելել միայն կնոջի կողմից կայացված որոշման հիման վրա։ Նա մանավանդ խոսքը այստեղ գնում էր տեխնացուների մասին, որոնց պարագայում նման տիպ որոշումներ կայացնելուց առաջի հերթին պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր թողտվությունը տար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր, որպեսզի խափան միջոց ընտրվեր, որպեսզի այդ արգելքը փակվեր, բայց մենք տեսնում ենք, որ հակառակ հերթականությամբ է արվում։ Նման իրավիճակում հայտնվեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա գրասենյակը նախապես տեղեկացրել էր, որ նախագահը պատրաստվում է 3 օրով մեկնել արտերկիր անձնական հարցերով, սակայն օդանավակայանում նրան թույլ չեն տվել հատել սահմանը։ Որոշման ամբողջական եւ հրապարակային հիմնավորումը չի ներկայացվել։ Սպասելի էր, որ այդ քայլը արվելու է, որովհետեւ ցավոք վերջի տարիներին իրավապահ համակարգը, քննչական կոմիտեն, դատախազությունը ավելի շատ ոչ թե առաջնորդվում են քրեադատավարական օրենսդրությամբ, այլ առաջնորդվում են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթներով, հարցազրույցներով, ասուլիսներով եւ ցուցումներով։ Նմանատիպ դեպք պատահեց ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի հետ։ Սահմանապահ ծառայությունը նրան արգելել է այցելել Վերին Լարս, իսկ այցելության նպատակը ոչ թե երկրից հեռանալն էր, այլ ուղիղ եթերով ներկայացնելը, թե ինչ հերթ է գոյացել Լարսում, ինչ վիճակում են հայկական բեռնատարները եւ գյուղմթերքի արտահանումը։ Սկզբում արգելքն է եղել երկրից դուրս գալու, վստահ եմ, որ հաջորդիվ մի շարք քրեական շինչ ու գործեր կլինեն եւ ուժեղ Հայաստանի հետ կապված, եւ Հայաստան դաշինքի հետ կապված, եւ Բարգավաճ Հայաստանի հետ կապված կլինեն մի շարք քրեական գործեր, կձերբակալվեն եւ փորձ կարվի կանոնավորելու մի շարք անձանց, որովհետեւ այդ հոսույթը իրավապահ համակարգը լսել է արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից։
Երկրից ելքի սահմանափակումների համատեքստում հիշատակվում է նաև Գագիկ Ծառուկյանի անունը։ Նախկինում նրա նկատմամբ կիրառվել էին քրեական վարույթի շրջանակում խափանման միջոցներ, որոնց թվում էր նաև երկրից չբացակայելու պարտավորությունը, բայց այս անգամ ոչ ծանուցում է եղել, ոչ էլ ուշացում։ Վիճահարույց թեմաներից հաջորդը Հայաստանի էլեկտրական ցանցերի շուրջ զարգացումներն են։ Միջև իրավական գործընթացների պաշտոնական մեկնարկը Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններով խոսել էր ընկերության հնարավոր պետականացման անհրաժեշտության մասին։ Փորձագետների կարծիքով հենց այդ հայտարարություններն են քաղաքական ազդանշան տվել հետագա իրավական եւ վարչական գործընթացներին։ Բարդ է իրավաբանի համար լուրջ քննարկման առարկա դարձնել այնպիսի կատեգորիաներ, որոնք չեն ենթարկվում որևէ իրավական տրամաբանության։ Նույն համատեքստում են նաև Արարատ ցեմենտի շուրջ հնչող քաղաքական հայտարարությունները։ Այս դեպքում նույնպես քաղաքական ուղերձը նախորդել է իրավական գործընթացին։ Սրանով մենք ներդրողներ ենք կորցնելու մեր երկրում, որովհետև մեր երկիրը այլևս կանխատեսելի չէ, մեր երկիրը ստացվում է արդեն, որ հնարավոր է մեկ անձի որոշմամբ բիզնես փակվի, մեկ անձի որոշմամբ ինչ-որ գործունեություն արգելվի, մեկ անձի որոշմամբ ինչ-որ մի բիզնես խլվի։ Երբ դատարանների որոշումները մնում են առանց քաղաքական հետևանքի, քաղաքացիներին չի ներկայացվում նրանց իրավունքների սահմանափակման ամբողջական հիմնավորումը, իսկ քաղաքական հայտարարությունները նախորդում են իրավական գործընթացներին, բնականաբար առաջանում են հարցեր պետական ինստիտուտների անկախության եւ իրավական համակարգերի ինքնուրույնության վերաբերյալ։ Իսկ այդ հարցերին իշխանությունը եւ ընդդիմությունը շարունակում են տալ տրամագծորեն տարբեր պատասխաններ։ Մինչ Հայաստանում շարունակում են քաղաքական եւ իրավական քննարկումները, Ադրբեջանում շարունակվում են հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարությունները։ Երեկ սկսվել է մեր հայրենակիցների գործերով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ նրանց տրամադրվել են թարգմանիչներ եւ պաշտպաններ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին։ Բաքվում շարունակվող դատավարություններ, Հիկմետ Հաջիևի այցը Հայաստան, գերիների վերադարձի շուրջ նոր նախաձեռնություններ եւ Ռուբեն Վարդանյանի բանտից հնչող ուղերձներ, այս եւ այլ թեմաների շուրջ այս պահին զրուցելու եմ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հետ։ Տիկին Թանդիլյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Երեք Բաքվի դատարանում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության գործերի վերաքննիչ բողոքի քննությունը։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Ակնհայտ է, որ դա եւս հաջորդ փուլի այսպես ներկայացումն է լինելու։ Ես վստահ եմ, որ հայ ռազմագերիները, ովքեր այնտեղ են գտնվում, սա նախաձեռնել են զուտ ցույց տալու, շարունակելու օրակարգում պահել այս հարցը եւ ցույց տալու, թե ինչ է կատարվում Բաքվում, որտեղ անգամ այդ դատավարությունները չեն ընթանում Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան։ Բայց կարևոր է այս մարտավարական քայլը, որպեսզի կարողանանք պահպանել նրանց նկատմամբ ուշադրությունը, պարբերաբար գոնե նրանց կարողանանք տեսնել, որովհետև այդ հնարավորությունը չնչին առկա է այդ պարագայում, մինչդեռ արդեն շատ ընտանիքներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ Բաքվի բանտերում։ Հետևաբար ակնկալիքներ բնական է չկան եւ պիտի ուղղակի իմանալ, որ մեր հայրենակիցները այնտեղ ամենօրյա բարոյական, հոգեբանական ճնշման ներքո գոյություն են ունենում եւ մեր համար առաջնայինը պիտի լինի նրանց վերադարձը առանց նախապայմանների։ Տիկին Թանդիլյան, մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը Հայաստանում էր, ավելին Դիլիջանում հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ։ Ինչու այս այցի մասին նախապես ոչինչ չի ասվում եւ ինչ է կարծում, ինչու հանդիպման վայրը ընտրվեց հենց Դիլիջանը։ Ոչ միայն նախապես ոչինչ չի ասվում, այլև չի ասում, թե ինչի մասին են քննարկել անվտանգության խորհրդի նախագահը Հաջիևի հետ, եւ դա կարևորագույն տեղեկատվությունն է, որ պիտի կիսվեր հայ ժողովրդի հետ։ Ակնհայտ է, որ ընտրություններից հետո այս այցը նշան է այն մասին, որ ահա շարունակեք կատարել մեր պայմանավորվածությունները, որովհետև հայտարարել եք, որ ընտրվել եք։ Եվ ցավալի է նաև արձանագրել, որ առաջին պաշտոնյայի այց ադրբեջանական ղեկավարի, ադրբեջանական գործչի այց է Հայաստան, ինչը ցույց է տալիս, որ մեր պետությունը ցավոք սրտի շարունակում է գտնվել նսեմացած, ստորացած վիճակում իր հարևանի կողմից, ում հետ խաղաղության այսպես փուլ ենք իբրև թե անցնում։ Սա նաև ինչու է Դիլիջանը շատ ցավալի է գիտակցել, որ հենց
բոլորս գիտենք, թե Դիլիջանը ինչպես է դարձել Հայաստանի այցեքարտ ում միջոցով, Ռուբեն Վարդանյանի միջոցով, թե ինչպես է բոլոր մարդիկ այլևս ձգտում դեպի Դիլիջան եւ հենց այստեղ այս խորհրդանշական այցի շրջանակներում ես կարծում եմ հենց ցանկություն է եւս մեկ անգամ նսեմացնելու հայ ժողովրդի արժանապատվությունը եւ ցույց տալու մեզ, որ այս իշխանությունները իրենց ուղակի ազդեցության ներքո են գործում։ Ձեզ համար ինչ էր այս այցը, սովորական աշխատանքային հանդիպում, թե դրա տակ ավելի լուրջ գործընթացներ կան։ Ակնհայտ է, որ այս այցը իր հետևից բերելու է արհավիրքներ որոշումների տեսքով եւ այն խոստումները, որ եւ ընտրությունների ժամանակ այս իշխանությունը տալիս էր ուղակի կամ անուղակի Ադրբեջանին, պատրաստում են իրականություն դարձնել։ Մեզ համար պարզ է, որ ունեն պայմանավորվածություններ, որոնց մասին հայ ժողովուրդը տեղյակ չի եւ տեղյակ է մասամբ իրենց արած հայտարարությունների միջոցով, այլ ոչ ուղղակիորեն, եւ հիմա եկել են իրենց բաժին ավարը ստանալու ադրբեջանցիները եւ ստանալու են, եթե այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել Հայաստանում։ Շատ կարճ հայտարարություններ տրվեց այցից հետո, թե ինչ էին քննարկում կողմերը, եթե խաղաղության գործընթացներ քննարկման կենտրոնական առանցքում։ Ձեզ չի թվում, որ խաղաղության մասին խոսելիս հասարակությունը իրավունք ունի մի փոքր ավելի շատ տեղեկություն ստանալ։ Դա իհարկե բնախադասությամբ կարելի է ասել, բայց խաղաղության մեջ ինչ է մտնում, ինչ են անում, ինչ են ակնկալում Հայաստանի իշխանություններից, Հայաստանի պետությունից, Սահմանադրության փոփոխության մասին է պարբերաբար խոսում Նիկոլ Փաշինյանը, խոսվում է ադրբեջանցիների մեքենաներով Հայաստան գալու մասին, Ադրբեջանի Ալիևի կողմից, այսինքն տարբեր համատեքստում հնչում են տարբեր մտքեր, հետևաբար այդ օրակարգը, որի շուրջ իբրև թե զրույց են ունեցել, ինչ է իրենից ենթադրում, ինչ պիտի տեղի ունենա եւ ակնհայտ է, որ այս ամենը տեղի ունեն կուլիսների հետևում հայ ժողովրդից թաքուն, որից հետո նրանք աստիճանաբար, այսպես օվերտոնի պատուհանի միջոցով կփորձեն հրամցնել հայ ժողովրդին իրենց պայմանավորվածությունները, ձևակերպելով դա խաղաղության ներքո, որովհետև այս ընտրություններում նրանք հենց դա էլ արեցին, փորձեցին պատերազմի չգոյությունը ձևակերպել որպես խաղաղություն, այնինչ սպասվում է մեզ, շատ ավելի ծանր է եւ այս առումով այն խոստումները, որ այս իշխանությունը տվել է դրանց իրականացումը, մեզ բերելու է տարածքային կորուստներ, ել չեմ ասում, բարոյազրկումը շարունակվելու է։ Ինչ եք կարծում, ինչու գերիների հարցը չի դառնում խաղաղության օրակարգի անբաժան մաս եւ դա ռազմավարական սխալ է, թե գիտակցված ընտրություն։ Դա մեր իշխանությունների անկարողության եւ առհասարակ ասելիք չունենալու խաղաղության օրակարգում ասելիք չունենալու դրսևորում է։ Չի լինում խաղաղություն, երբ որ դու ունես գերիներ մեկ այլ երկրի տարածքում ու հետ խաղաղություն ես պատրաստվում կնքել։ Սա ցույց է տալիս, որ ամեն բան Ադրբեջանի պայմաններով է, այլապես որևէ երկիր չի գնում այսպեսի, չի կարող գնալ այսպեսի խաղաղություն։ Այսպեսի խաղաղություն ուղղակի չի լինում։ Երկարաժամկետ կայուն խաղաղության անհրաժեշտություն կա եւ այն ինչ կատարվում է, սա ուղղակի խաղաղության իմիտացիա է։ Սա ընդհանրապես ցույց է տալիս, որ այն ինչ անվանվում է խաղաղություն, սա Ադրբեջանի օրակարգն է։ Այս ճանապարհով այլևս տարածքային ամբողջականությունը խաթարել Հայաստանի անել ինչ ուզում է եւ չունենալ որևէ տեսակի արձագանք Հայաստանի Հանրապետության կողմից։ Մինչ Հայաստանում քննարկում էին Հաջիևի այցը, Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է արել եւ ըստ այդ հայտարարության նա ցանկանում է նախաձեռնություն մարդասիրական պատվիրակություն ստեղծել, որը կայցելի Բաքու։ Ձեր գնահատմամբ նման նախաձեռնությունները կարող են իրական ազդեցություն ունենալ։ Չի ստացվում, որ ընտանիքները այսօր անում են այն, ինչ պետք է անի պետությունը։ Ընտանիքները այսօր ցավոք սրտի միայնակ են Ադրբեջանի պետության առջև եւ այն ուղերձը, որ Տիկին Վերոնիկա Զոնաբենդը հնչեցրել է եւ այն նախաձեռնությունը, որը փորձում է անել, արտացոլում է հենց այդ ուղերձը, որ իրենք անգամ տարական կապ չունեն իրենց ընտանիքի անդամների հետ շատերը եւ սա մարդասիրական այց է եւ նախաձեռնություն Նաև որը ցույց է տալիս, թե ինչ սարսափելի վիճակում են գտնվում այդ կապը ընդհատված Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ իրենց ընտանիքների միջև եւ չկա որևէ պետական ինստիտուցիոնալ մարմին, ով զբաղվում է այդ հարցով։ Դուք գիտեք, որ դիմել էին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, այսինքն այլևս ընդհատված է այդ կապը եւ առհասարակ նրանց
ուղղությամբ որևէ գործողություն։ Եվ ես երբ որ ասում եմ, որ այս իշխանությունը ուղղակի շահառուն է այդ մարդկանց այնտեղ պահելու, սա դրա առհավատչան է։ Ես չեմ կարող ասել ինչ հաջողություն կունենա, ես իհարկե շատ կուզեմ, որ զուտ մարդկայնորեն եւ բարոյական հոգեբանական առումով ընտանիքները գոնե ինչ որ ձևի բավարարություն ստանան, եթե նախաձեռնությունը կիրականանա, բայց ես այդքան լիահույս չեմ, որ Ադրբեջանը անգամ մարդասիրական նման այցի հնարավորություն կտա, բայց նույնիսկ եթե դա լինի, սա զուտ մարդկային, մարդասիրական գործողություն է, որ նրանք ընդհանրապես շփվեն իրենց հարազատների հետ, ում տարիներով չեն տեսել։ Տիկին Թանդիլյան, հանրության մի մասը կարծում է, որ այս այցելությունը կարող է խթանել փոխադարձ այդ բարեկամությանը, դուք ինչ կասեք։ Խթանել։ Տեսեք, ես վստահ եմ, որ նախաձեռնությունը առաջ բերելիս նրանք առաջնորդվել են զուտ իրենց ընտանիքի անդամներին տեսնելու, նրանց հետ շփվելու, գրկելու ցանկությունից։ Հիմա հետևանքները ինչպիսին կլինեն, դրական, բացասական, ընդհանրապես չեն լինի, կամ առհասարակ սա տեղի կունենա թե չէ, ասել չեմ կարող, բայց այն, որ այս մարդիկ կարիք ունեն իրենց հարազատներին տեսնելու եւ այստեղ է մարդկային ողբերգության ճիճը, մենք դա պիտի լսենք այս նախաձեռնությունից ու հասկանանք, թե ինչ է կատարվում, երբ որ ամենօրյա ռեժիմով նրանք այդ մասին չեն խոսում, զսպում են իրենց ընտանիքներում են պահում իրենց հույզերը, մենք պիտի հասկանանք, որ թվի յետևում մարդկային ճակատագրեր են, երբ որ ասում ենք առնվազն 19 հայգերի, դրանք մարդկային ճակատագրեր են, խեղված ընտանիքների ճակատագրեր, թոռների, երեխաների, սերունդների, մեր, իմ, ձեր, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես են վարվում մեր հայրենակիցների հետ Ադրբեջանում, եւ սա փորձել անտեսել, ուշադրություն չդարձնել, նշանակում է չհասկանալ մարդկային էությունը, եւ դրա հետևանքով առաջացած վերաբերմունքը բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում։ Վարդանյանը վերջին ժամանակներում հաճախ է ուղերձներ հղում բանտից ու վերջին ուղերձը բավական կոշտ էր թե Փաշինյանի, թե Փաշինյանի կառավարության հասցեին։ Ադրբեջանական բանտում գտնվող մարդու յուրաքանչյուր խոսք բնականաբար ստուգվում է, վերահսկվում է։ Ձեր կարծիքով ինչպես ստացվեց, որ նման կոշտ հայտարարությունները հրապարակային դարձան։ Այդպիսի հայտարարություններ եւ տարբեր հայտարարություններ Ռուբեն Վարդանյանը տարբեր փուլերում արել է եւ իր ընտանիքին հետ շփվելու հատկացած ժամանակը նա հաճախ օգտագործում է այդ նպատակով։ Յուրաքանչյուր այնտեղ գտնվող անձ, երբ որ խոսում է ընտանիքի հետ, հնարավորություն ունի ասելու ինչ ցանկանում է, նա այդ ճանապարհն է ընտրել նաեւ պայքարելու, որովհետեւ ակնհայտ է, որ նրանց միայնակ են թողել այնտեղ։ Եվ Ռուբեն Վարդանյանի խոսքը հենց այդպես պիտի լսել, որ մենք ընտրում ենք իշխանություն եւ այն իշխանությունը, որ գոյություն ունի Հայաստանում, որը կարող է վարվել այնպես, ինչպես վարվում է մեզ հետ, առանց հասկանալու դրա հետևանքները։ Դուք գիտեք, որ նմանատիպ ուղերձներ եւ խոսքեր այնտեղից հնչեցնում են տարբեր, նաեւ հայգերիներ, Դավիթ Բաբայան, Դավիթ Իշխանյան, տարբեր մարդիկ փորձում են այնտեղից մեզ լուր տալ, թե ինչ է կատարվում եւ մենք ինչպես պիտի վարվենք։ Ես շատ կարեւոր եմ գնահատում այս ուղերձները, որովհետեւ դա պահի տակ նույնիսկ սթափեցնում է հայ ժողովրդի թմբիրի մեջ գտնվող վիճակը։ Ես ցավում եմ, որ այնտեղից նրանք այդ դժվարությունները հաղթահարելով են դա անում, դուք պատկերացրեք դրանից հետո ինչպիսի հալածանքների են նրանք ենթարկվում։ Դուք գիտեք, որ Ռուբեն Վարդանյանին արգելել էին անգամ աստվածաշունչ ունենալ, եւ սա ծայրահեղ հոգեբանական ճնշում է եւ հետապնդում, եւ այս առումով նրանք անցնելով այդ դժվարությունների միջոցով մեզ փորձում են հույս տալ եւ գոտեպնդել։ Մենք միայն սա պիտի լսենք եւ հասկանանք, թե մենք այստեղ գտնվելով ինչ ենք անում մեր երկիրը ամրացնելու, մեր բարոյահոգեբանական վիճակը շտկելու եւ մեջքը ուղղելու համար։ Ինչ եք կարծում, Բաքուն ինչ է ուզում սրանով ասել, որ թույլ է տալիս, որ Բաքվի նման հայտարարություններ հնչեն։ Ինչպես ասացի, սա իրենց ընտանիքին հատկացված ժամանակն է եւ այդ ժամանակը դու գիտեք նաեւ խոսքի ժամանակ մեկի ժամանակ Ռուբեն Վարդանյանին ընդհատել էին դժվարությամբ էր տեղ հասցնում միտքը, եթե հիշում եք այդ ձայնագրությունը մենք լսում ենք, որ թույլ չէին տալիս շարունակել, որովհետև նա այդ նաև նյութում խոսում էր, որ դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին, այսինքն բարդությունների միջով են անցնում, բայց նրա ասելիքը դա է, նրան հատկացած ժամանակը իր ընտանիքի հետ նա խոսում է այն, ինչ նպատակահարմար է գտնում եւ փաստացի, սա գիտեք որ Կարմիր խաչն ընդեղ էր եւ նրանք չեն կարող թույլ չտալ նրանց շփվել այդ փուլում, հիմա ավելի դժվար, ավելի դանդաղ է տեղի ունենում, բայց եւ այնպես կրկնում եմ, նա օգտագործում է իրեն հատկացված ժամանակը ուղերձներ տալու եւ մեզ մեսեջներ հասցնելու, որ մենք կարողանանք այստեղ հասկանալ ինչ է կատարվում եւ ինչ անել։
Եթե հնարավորություն տրվի, որ դուք էլ այցելեք Բաքու, կայցելեք տեսակցելու։ Անպայման։ Ինչ ունեք ասելու Ռուբեն Վարդանյանին այս ներքաղաքական իրավիճակից հետո։ Որ իրեն հիշում են, իրեն սիրում են, իրեն սպասում են ու ամեն օր տեսանելի, անտեսանելի ջանք է գործադրվում իրական հայրենասերների մարդկանց կողմից, ով հասկանում են թե ովքեր են գտնվում այնտեղ եւ որ ոչ մի հայ մարդ չպիտի գտնվի ադրբեջանական բանտում եւ որ պայքարը շարունակվում է եւ այո դժվար է, որովհետեւ այս իշխանությունների մասին ենք խոսում, ովքեր արդեն բռնապետական ճանապարհով են տանում Հայաստանը, բայց նա ամենևին չպիտի ընկճի եւ չի ընկճել մեզ, ինքը պիտի տեսնի, որ ոչ ոքից դա չի ընկճել եւ որ մենք իրենց համար պայքարելու ենք մինչեւ իրենց վերադարձը։ Տիկին Թանդիլյան, եւ վերջին մի հարց, իշխանության ներկայացուցիչները հաճախ խոսում են գերիների վերադարձի մասին, ասում են, որ իրենց քաղաքականության մեջ դա մտնում է, հնարավոր է գերիները գան։ Ինչ եք կարծում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ գերիների ցանկում մտնում է, թե ոչ։ Այսինքն իրենք պայքարում են մարդկանց համար, ում մասին խոսելիս ասում են, իսկ այդ ինչպես են գերի ընկել։ Այդ ինչ է պատահել, որ ընկել, այդ ինչի ինչ մի բան չեն արել, ում գել են գերի։ Ասենց արտահայտություններ անողները պայքարում են գերիների վերադարձի համար, խնդրում եմ ձեզ, եկեք չմոլորեցնենք մեր հանրությանը։ Այո, ինչ որ անձանց մասով նրանք կուզեն, որ վերադարձ տեղի ունենա, որ դա բարձրացնի իրենց կործանվող վարկանիշը, բայց դա բացառապես այդ նպատակով է արվելու, եթե արվի, ու թող այդ նպատակով թեկուզ արվի։ Ինձ համար միևնույնն է նպատակը, ինձ համար արդյունքն է կարևոր։ Ինչ վերաբերվում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, այս իշխանությունները նրանց այնտեղ պահելու ուղիղ շահառուն են, ուղիղ։ Նրանք հասկանում են, որ յուրաքանչյուր 1+1 հայրենասեր մարդու գոյություն Հայաստանի Հանրապետությունում, ով ունի ազդեցություն մարդկանց վրա եւ կարող է համախմբել ժողովրդին եւ ժողովրդի ցասումը, նրանց համար վտանգ է այդ ձևաչափով։ Հետեւաբար, իսկ մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր առաջնորդներ են, տարբեր մարդկանց վրա, կարծիքի վրա ունեն ազդեցություն, ունեն կարծիք եւ այդ առումով նրանք ուղղակի սարսափում են այս մարդկանց վերադարձից։ Հետեւաբար ոչ միայն իրենք ոչինչ չեն անելու, այլև անելու են հակառակը, բայց ես լիահույս եմ, որ ի վերջո եւ աշխարհը եւ մեր պայքարը պիտի բերի դրան, որ բոլորը մինչեւ վերջին մարդը վերադառնան տուն։ Շնորհակալ եմ Տիկին Թանդիլյան։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հետ։ Միջազգային օրակարգում շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ շրջանակային համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը կանցկացվի Լյուցերնի մոտ գտնվող Բուրգենշտոկ հանգստավայրում։ Ըստ հաղորդումների կողմերը արդեն հեռակա համաձայնեցրել են փաստաթղթերը, իսկ առաջիկա բանակցությունները կանցկացվեն երկու փուլով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով առաջին փուլում կքննարկվի պատերազմի հետևանքների հաղթահարման, Հորմուզի նեղուցի և Իրանի ֆինանսական միջոցների ապասառեցման հարցերը։ Դրանք կհաջորդեն շուրջ 2 ամիս տևող բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն միջուկային ծրագրերն ու պատժամիջոցների վերացման հնարավորությունը։ Միջազգային մյուս լուրերը Զառա Սարգսյանի ռեպորտաժում։ Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Թբիլիսիի մոտակայքում։ Նշվում է, որ այս զորավարժություններն ուղղված են տարածաշրջանում անվտանգության ոլորտում 3 գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։ Եթե Միացյալ Նահանգները չլիներ, Իսրայելն այժմ գոյություն չէր ունենա։ Իսրայելում դա գիտի յուրաքանչյուր խելացի մարդ, G7-ի գագաթնաժողովի նիստից առաջ ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես հիանալի հարաբերություններ ունեմ Նեթանյահուի հետ, սակայն նա պետք է ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերի Լիբանանի հարցում, ասել է նա։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրանց հետ գործարքը մտել է երկրորդ փուլ։ Միացյալ Նահանգների առաջնորդը կարծում է, որ այս փուլն ավելի հեշտ կլինի, քան նախորդը։ Իրանի ներկայիս ղեկավարությունը շատ ռացիոնալ մարդկանցից է կազմված։ Նրանց հետ հեշտ է աշխատել, նրանք ուժեղ եւ խելացի մարդիկ են։ Նրանք արմատական գաղափարներ չունեն եւ փորձում են օգնել իրենց երկրին, ասել է Թրամփը, հավելելով, որ այսուհետ Իրանի հարցը մղվում է երկրորդ պլան։ Միացյալ Նահանգները կկենտրոնանա Ուկրաինայի վրա։
Եթե Զելենսկին պատրաստ է պատասխանատու եւ լուրջ խոսել, նա միշտ կարող է գալ Մոսկվա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս պահին Մոսկվայի եւ Կիևի միջև պաշտոնական հաղորդակցության ուղիներ չկան, ասել է Պուտինի խոսնակը, հավելելով, որ հստակ ամսաթիվ չկա նաեւ, թե երբ Միացյալ Նահանգների հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կգան Ռուսաստան։ Զելենսկին մերժել է Ռուսաստանի առաջարկը հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում։ Ես չեմ մեկնի Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու։ Ես այդ խաղերը չեմ խաղում։ Մենք կարող ենք հանդիպել Թուրքիայում, Շվեյցարիայում կամ Մերձավոր Արևելքում։ Ի պատասխան Կրեմլի հայտարարությունների ասել է Ուկրաինայի նախագահը։ Իդեպ G7-ի գագաթնաժողովի շրջանակում նրան հարց է ուղղվել. կարոտում եք արդյոք դերասան լինելը։ Ինչին Զելենսկին պատասխանել է. ես կարոտում եմ լավ հայր լինելը։ I miss being a good father. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը անդրադառնալով Ուկրաինային ասել է, որ Եվրամիությունը պարզապես կքանդվի, եթե Ուկրաինան միանա նրան։ G7-ի գագաթնաժողովի շրջանակում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ Թրամփին նվիրել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի 47 համարի մարզաշապի, որի վրա գրված է Թրամփ։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Պանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։